Վաղուց եմ լսել Մամ ջան, բարև։ Եկար բալես։ Ոնց ես։ Լավ եմ, բա ինչի ես կան ուշացար։ Ոյ, շատ գործ ունեի։ Հազիվ վերջացրեցի եկա։ Քաղցած կլնես, չէ, Չէ, սոված չեմ, մամ։ Ընդմիջ մամի կերել եմ ու դեռ չեմ սովածացել։ Անի Թարվերդյան, 22 տարեկան, աշխատում է գրասենյակում որպես գործավարուհի, ամուսնացած չէ։ Անջան, բալես, քեզ մի հարց ունեմ տալու։ Կարելի է։ Լիդա Օհանյան, 54 տարեկան, Անիի մայրն է, այրի է, չի աշխատում։ Հա, մամ ջան, հարցրու, ինչ կա։ Ան, ոնց որ դու գորը էլ չեք հանդիպում, հա։ Չէ, չենք հանդիպում։ Ու եթե իմանայի գորի մասն ես հարցնելու։ Հա, բայց ինչի համար ինքը շատ լավ տղա է, քեզ շատ սիրում էր։ Մամ, գորն ինձ բան արել, որ ես հիասթափվել եմ։ Ու չեմ ուզում ոչ իր մասին լսել, ոչ էլ տեսնել նրան։ Անջան, ինչ արել, ասա ես էլ եմ։ Լավ էլի, մամա, չեմ ուզում խոսել գորի մասին։ Չտա ասել հարցը, թե չէ ես կգնամ։ Լավ, չեմ տա, եթե նյարդենան մեջ չեմ տա։ Մամա, եթե տանը ինչ-որ բան կա պակաս, այս գումարը վերցրու, կարնես ինչ-որ պետք է, լավ։ Անի, բայց ես ինչ փող է, քեզ որտեղից ես կան փող։ Ոնց ինչ փող է, մամա, իմ փողն է, իմ աշխատավարձն է։ Չհասկացա, Անի, դու մեկ ամսում քանի անգամ ես աշխատավարձ ստանում։ Մամ ջան, պրեմիա եմ ստացել։ Տնօրենս պրեմիա էր նշանակել, այսօր ստացել եմ, ինչ կա։ Ան, հաստատ այդպես, հա։ Ոնց թե հաստատ այդպես, հա, կարող է խաբում եմ քեզ, մամա։ Չէ, դե ես դա նկատի չունեի։ Չէ, այդ նկատի ունեիր, մամա։ Թե չէիր հարցնի, թե այս ինչ փող է։ Չէ, Անի ջան, ստեղ ինչ-որ բան են չի։ Վրամ Գալստյան, 55 տարեկան, տուրիստական գործակալության տնօրեն է, ամուսնացած է, ունի 2 երեխա։ Ես ոնց սիրուն եկա, արի, Քո կներես։ Ինչի՞ եմ։ Ուշացել եմ աշխատանքից։ Բա դու խնդիր ունես։ Քնակ էի մնացել։ Լավ էլ արել ես։ Բայց այսօր ոնց որ ավելի ես գեղեցկացել, հա։ Հա, ես օրորի եմ գեղեցկանում, չէ, ժամ-ժամի եմ գեղեցկանում։ Հա, Միչելուց, երեկոյան մայրդ զանգեց մեր տուն։ Եվ։ Էլ ինչի։ Սկզբից խոսեց ընկերու հետ, հետո ինձ հետ։ Ու ինչ էր խոսում քո հետ։ Ինչ պիտի խոսեր, հարց ու փորձ էր անում, լավ ես աշխատում, վատ ես աշխատում, գոհ եմ, քո աշխատանքից թե չէ։ Հետո շնորհակալություն հայտնես, որ քեզ բարձր վարսատվություն եմ տվել։ Այս կարծում եմ դեռ ուզածը դա չի, ինչ ուրիշ բան ուզում իմանալ։ Բա դու ինչ ասացիր։ Ինչ պիտի ասեմ։ Անմիջապես գլխի ընկա եւ դրական պատասխան տվեցի։ Անիջան, համի դեպքում մենք շատ զգույշ պիտի լինենք։
Այնպես անենք հանկարծ մայրը չիմանա մեր հարաբերությունների մասին, չիմանա որ մենք հանդիպում ենք։ Թե չի հավատացնում քեզ երկուս էլ խայտարակ կլինենք։ Վրամ, ես ոչինչ բան չեմ արել։ Ես ընդամենը մամային գումար տվեցի, ասեցի տան հոգսերը հոգա։ Ինքն էլ դրանից ելնելով երևի Համր կարող ես ինձ ասել։ Եթե ես ու դու սիրում ենք իրար, ինչու պիտի թաքցնենք մեր հարաբերությունները։ Անի ջան, դու մի մոռացի, որ մայրդ եւ իմ կինը ընկերուհիներ են։ Ախր ես քեզ այս տարիքից գիտեմ։ Բա, այնպես որ երևի թե մարդիկ ճիշտ չհասկանան եւ ճիշտ չգնահատեն։ Վերջը գալու է, չէ՞ ժամանակը, որ մարդիկ իմանան։ Մենք միասին ենք, չէ՞ ապրելու։ Եվ մայրս եւ մնացած բոլորը պետք է ընդունեն մեզ, ուզեն թե չուզեն։ Անի ջան, կլինի, այդ ամենը կլինի, բայց լավ, ասեմ քեզ, կինս ծանր հիվանդ է։ Կարծում եմ նա երկար չի ապրի։ Ու հենց կինս դե մի խոսքով հասկանում ես։ Այն ժամանակ մենք արդեն միասին կլինենք։ Բրամ, էլ չեմ դիմանում, ես ուզում եմ քեզ հետ ապրել։ Դու չես պատկերացնի ես ոնց եմ ուզում, ես ուզում եմ քո կողքին քնել, քո կողքին արթնանալ ու չկիսել քեզ ուրիշի հետ։ Լավ, Անի ջան, հանգստացի, ամեն ինչ շատ լավ կլինի, մենք միասին կլինենք պարտադիր։ Իսկ հիմա քաղցրս գնում ես ինձ համար դառը սուրճ ես դնում։ Ինչև ես մի քիչ աշխատեմ, լավ։ Դառը։ Երկու քաղցր չկամատեղվի, դառը։ Լավ։ Դե գնա։ Քաղցր։ Մա, Հաջատ։ ես գնում։ Գնում եք Եվրոստոն, գնում եմ Սոնային տեսնեմ, երկու շաբաթ կլինի, հա որոշում եմ գնամ ու չի ստացվում։ Կարող է հետս գազ միասին գնանք։ Չէ, հավես չունեմ, տնից դուրս չեմ գալու։ Դե լավ, բալես, ես գնում եմ ճաշը պատրաստա, որ կսովածանս կտակասնես կուտես։ Եղավ, ես ուշ եմ գալու։ Շեֆիս ընտանիքին կբարելես եմ։ Եղավ, բալես, անպայման, դե գնացի։ Ասում եմ, Հարմարա խոսես։ հայերք է հարմարա, խոսիր։ Ուր ես։ Ես քիչ առաջ օֆիս մտա, գործեր կար, բայց հիմա դուրս եմ գալիս, ասա ինչ կա։ Լսի, մամաս գնացել է տիկնոջը տեսնի։ Ես էլ տանը մենակ եմ։ Ուզում ես հանդիպենք։ Յա, ես չլեկի կարոտել ես, հա։ Կարոտել եմ։ Կգաս իմ տուն։ Չէ, ես ձեր տուն չեմ գա, այսպես անենք, արի հանդիպենք մեր վաղեմի հանդիպման տեղը, հնարավոր է այդպես։ Լավ, թող ես անգամ էլ քո ասածով լինի։ Դե մի ժամից կլինեմ մեր տեղում, լավ։ Եղավ, մեր մշտական տեղում, լավ։ Այ, չես պատկերացնում ոնց ուրախացա, որ եկար Լիդա ջան, կհավատաս, ենքան էի ուզում հետդ սրուցել, կիսվել։ Հավատում եմ Սոն ջան, որովհետև ես էլ քեզ էի շատ կարոտել։
Նայում եմ, տեսնում եմ վերանորոգումը ավարտել եք, հա ոնց որ։ Այ հա, այնքան եմ ուրախացել, հազիվ իմ տան մեջ հանգիստ ապրում եմ, Լիդա ջան։ Սոնա Մնացականյան, 50 տարեկան, Վռամի կինն է, Լիդայի մտերիմ ընկերուհին, չի աշխատում։ Սոնջան, իսկ առողջականդ ոնց է։ Դե ոնց գիտես, Լիդա ջան։ Տեսնում եմ իհարկե։ Դե գիտես ոնց, Լիդա ջան։ Մի օր լավ, մի օր վատ, յոլա եմ գնում։ Եկող ամիսելի պիտի գնամ հետազոտման, տեսնենք ինչ փոփոխություն կա, որ նորից ճառագայթում նշանակեն, չէ։ Չես պատկերացնում, Լիդա ջան, բայց ոնց որ ես անտեր հիվանդությունը ինձ ներսից ուտում է։ Այ լավ էլի Սոնջան։ Ցավը տանում այդքան մի մտածի, կտեսնես ամեն ինչ լավ ա լինելու։ Լավ, այդ ամբողջը չէ։ Դու են ասա, Անին ոնց է, այն ընկերոջ հետ հաշտվեց։ Անին ինչ ա եղել այս Սոնջան։ Թռի վրի իր համար ապրում է։ Չէ, հա, ընկերոջ հետ։ Սկի անունը լսել չի ուզում։ Լսի Սոն։ Ճիշտ ասած գիտես ինչ եմ մտածում։ Ինչ, Լիդա ջան։ Ինձ թվում է Անի կյանքում ինչ որ մի ուրիշ տղա կա։ Ու նաև թվում է, որ այդ տղան իր հետ նույն տեղում աշխատում։ Դե Լիդա ջան, հնարավոր է։ Անին երիտասարդ գեղեցիկ աղջիկ է, ինքը ընտրության իրավունք ունի։ Դե լավ, դու այդքան մին գետ խեղճ աղջկա հետևից, թող հանգիստ ինքը իր համար իր ընտրությունը կատարի։ Հայելի կատարի այս Սոնջան, պարզապես անհանգստանում եմ էլի երիտասարդը սխալ չգործի։ Արխային Լիդիան չի սխալվի։ Լսի, հիմիկվա երիտասարդները մեզանից խելոք են, նրանք շատ լավ գիտեն ինչ են անում, այս կյանքից ինչ են ուզում։ Ճիշտ ես ասում Սոնջան, ուղղակի մտածում եմ ախր այդ տղան, որ Անիին սիրում էր, շատ լավ տղա էր, այնքան էի հավանում, շատ լավ ընտանիքից։ Ճիշտ է, իրանք նյութապես ապահոված չէին, բայց ինքը շատ դասիրակված տղա էր, Անիից համար էլ խելքը գնում էր։ Թե ինչի սենց եղավ չեմ հասկանում։ Դե լավ դու ասա, Վռամը ոնց է վերաբերվում այս հիվանդության հետ խեղճ մարդ երևի մտածում է։ Այ Լիդա ջան, Վռամը ինքան հոգատար է։ Ամեն ինչ անում է, որ ես լավ զգամ ինձ։ Մի քանի օր առաջ վատացել էի։ Մենակ տեսնես ոնց էր շուրջս պտտվում, ոնց էր իրար խառնվել։ Բալի ջան, 2 օր առաջ էլ զանգել էր Ֆրանսիա։ Այն իր բժիշկ ընկերոջը գիտես։ Հա, պատմել ես։ Հարց ու փորձ էր անում, որ արժե արդյոք, որ ես մեկնեմ Ֆրանսիա, այնտեղ բժշկվեմ։ Ու գիտես ինչ էր ասում։ Ասում էր, ես ամեն ինչ կանեմ, ոչինչ չեմ խնայի Սոնայիս համար, մենակ թե ինքը ապաքինվի։ Ու ես Լիդիան դրան հետևից լսում էի ու Աստծուց շնորհակալություն խնդրում, որ այս կյանքում ինձ այսքան հոգատար ու սիրող ամուսինաբաժին հանել։ Վռամը շատ լավ մարդ է, շատ, ինքը քեզ շատ է սիրում։ Նա որ ձերքին հնարավորություն լինի, քեզ կոսմոս էլ կուղարկի բժշկվելու։ Ախ Լիդա ջան, այնքան եմ ուզում, որ ապաքինվեմ, ապրել եմ ուզում։ Երեխեքս արդեն մեծացել են, իրենց կյանքով են ապրում։ Իսկական ժամանակն էր, որ ես ու Վռամը մեր կյանքը վայել էինք, ու հիմա էլ ես անտեր հիվանդությունը։ Սոնջան, հանգստացի։ Լսի, ամբուժելի հիվանդություն չկա, Սոնջան։ Մի մոռացի, մեզ Աստված է ստեղծել, ինքն էլ ապավինում է։ Այ կտեսնես, սրտիս վկայում է, քո մոտ ամեն ինչ լավ ա լինելու, դու բուժվելու ես, Սոնջան, ցավդ տանեմ։ Շնորհակալ եմ Լիդա ջան, որ հույս ես տալիս, ապրես։ Իմ լավ ընկերուհի, ես քեզ շատ եմ սիրում։ Ցավդ տանեմ։ Տեսնես, լավ կլինի Սոնը։ Ես զգում եմ, հասկանում ես, ներքին ինչ որ բնազդով զգում եմ, որ քո մոտ լավ ա լինելու։ Քո նման լավ մարդը չի կարող մահանալ, հասկանում ես։